1991 թվականի նոյեմբերի 5-ին հենց այս տարածքում հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ 120 կապանցի պատանիներ երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին, դառնալով հայոց առաջին զինվորները։ Այսօր 25 տարի անց նախկին զինակիցները հավաքվել են հարգանքի տուրք մատուցելու զոհված ընկերների հիշատակին, վերհիշելու իրենց գլխով անցած գնացած օրերը։ Խորհրդային բանակի շարքերում ծառայելու փոխարեն օրախնդիր էր սեփական հայրենիքի սահմանների պաշտպանությունը եւ 91 թվականի սեպտեմբերի 30-ին մինիստրների խորհուրդը որոշեց անցկացնել առաջին զորակոչը։ Անկախության առաջին որոշումներից մեկը կառավարության հենց դա եղավ զորակոչ կազմակերպել, եւ քանի որ այն ժամանակ դեռ պաշտպանության նախարարություն չկար, դեռևս չէր ձևավորվել, զորակոչը կազմակերպվեց ներքին գործերի նախարարության կազմի մեջ։ Գրիգոր Մնացականյան, Ալբերտ Հովանիսյան, Նորայր Ղուկասյան, Վահրամ Մարտիրոսյան։ Այս հերոսները ռազմի դաշտից տուն չեն վերադարձել։ Մարտական ընկերների ծնողների համար միակ սփոփանքն այն է, որ տղաները այսօրվա մարտունակ ուժեղ բանակի ստեղծման գործում իրենց դերն են ունեցել։ Անկախ Հայաստանը, որ մենք ապրում ենք, զգում ենք, որ ինչ արյան գնով եք ես հողեր ազատագրել եւ ինչի մար ենք ապրում։ Ներքին գործերի նախարարության Կապանի բաժնի պետական պահպանության այլընտրանքային գումարտակի հրամանատարը գնդապետ Օնիկ Ստեփանյանն էր։ 25-ամյա տարեդարձը եւս մեկ անգամ առիթ դարձավ հիշելու գումարտակի անցած մարտական ուղին ու փառավոր էջերը։ Իսկ նախկին զինակիցների հավաքը հարգանքի տուրք էր զոհված ընկերների հիշատակին։ Ոստիկանության Կապանի բաժնի տարածքում կառուցված հուշակարին եւս ծաղիկներ խոնարհվեցին։ Նելի Միրզախանյան, Արտուր Հայրապետյան, Առաջին ալիք։